նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Մի բժիշկ այնքան վարկեր ուներ վերցրած, որ Հիպոկրատի երթումի փոխարեն հիպոթեկի երթում տվեց։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Մենք արդեն հանդիպել էինք իհարկե 2026 թվականին այս տարում, այսօր մեր երկրորդ հանդիպումն է, բայց այնուամենայնիվ այսօր կարելի է ասել, որ մենք սկսում ենք հաղորդաշարը, որովհետև այսօր ունենալու ենք հյուր, լինելու է շատ հետաքրքիր իհարկե հարցազրույց եւ իհարկե եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել բոլորի նոր տարին եւ Սուրբ Ծնունդը մաղթելով, որ 2026 թվականը իրոք լինի բարեհաջող տարի, առողջ տարի բոլորիս համար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, 2026 թվականին ինչպես միշտ 5 շաբթի երեկոյան 22:30 AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում ինչ եք անելու դուք։ Ճիշտ է։ Դուք դիտելու եք մեզ, ինչ ենք անելու մենք ոնց որ ասած սկսելու ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին, Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Կազմակերպություն, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում վերադարձնում է լիարժեք կյանքի, այնպես որ եթե ձեր շրջապատում դուք ունեք նման խնդիր եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա մտածելու կարիք չկա, պետք չէ մտածել ինչ անել, ոնց անել, պետք է պարզապես դիմել 911 Detox Center եւ մասնագետները հավաստիացնում եմ ձեզ կօգնեն այդ հարցում։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը համալիր չէ, առողջարան է։ Իդեպ կարծում եմ շատեր այս տոնական օրերին իհարկե այցելեցին Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը եւ համոզվեցին այն խոսքերին, ինչը ես ասեցի եւ կասեմ հիմա, որովհետեւ սա իրոք առողջարան է, այստեղ կան լողավազաններ տաք հանքային ջրով եւ իհարկե բոլոր հարմարությունները ձեզ համար։ Այնպես որ կարիք չկա մտածելու, իհարկե տոնական օրեր անցան, բայց դեռ ամբողջ 2026 թվականն է, այնքան հանգստյան օրեր եք ունենալու Իհարկե մտածելու կարիք չկա, միանգամից Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ շատ արագ ընթերցեմ իհարկե այսօրվա գրկված նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Միացյալ Նահանգներում ամբողջովին մերկ բուժքույրը ծեծի է ենթարկել հիվանդին։ Իդեպ հետագայում պարզվեց, որ պատճառը եղել է նրանում, որ հիվանդը փողը չի տվել։ Ուղղակի այստեղ հարց է Շնորհակալություն։ Իդեպ, այստեղ ուղղակի հարցը նրանում է ինչի համար փողը չի տվել, բուժման համար, թե բուժքրոջը ներկայացնելու։ Եվս մեկ նորություն, լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկնքից ընկած ձուկը ավտովթարի պատճառ է դարձել։ Շատ տրամաբանական է, որ ծտերը փողոցներում ման կան, ձուկն էլ երկնքից կընկնում։ Սիրելի հեռուստադիտողներ, ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին, մնացեք մեզ հետ, Armenian Evening-ն է եթերում։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է հաղորդավար, հանդիսավար Սեյրան Էլարյանը։ Սեյրան ջան, բարի երեկո։ Բարի երեկո Արմեն ջան։ Շատ ուրախ եմ քեզ տեսնելու մեր տաղավարում, շնորհակալ եմ հրավերքս չմերժելու համար, իդեպ ուզում եմ ասել, որ չնայած մեր արդեն այս տարի մենք մեր այսպես Armenian Evening-ը արդեն եթեր դուրս է եկել, բայց այնուամենայնիվ
հյուրը դու մեր այս տարվա առաջին հյուրն ես։ Օ, շատ հրաշալի է, շատ շնորհակալ եմ։ Արմեն ջան, շնորհակալություն հյուրընկալության համար, շատ ուրախ եմ այստեղ ներկա գտնվելու համար։ Այսպիսի դրական մեծ ողջավորությամբ ողջունում եմ ձեզ եւ նաեւ ողջունում եմ մեր հայ ազգին եւ ձեր թույլտվությամբ օգտվելով առիթից շնորհավորում եմ մեր հայ ազգի ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ Սուրբ Ծննդյան խորհրդով, քանզի Սուրբ Ծնունդը մեզ համար շատ հեքիաթային տոն է, թող Աստծո օրհնությունը լինի բոլորի ընտանիքներում, Աստծո խաղաղությունը, սերը, ջերմությունը լինի բոլորի օջախներում։ Թող Աստծո սիրով բոլորը ապրեն եւ 2026 թվականը թող ասաման ժպիտի, ուրախության, երջանկության, խնդության, լիության տարի լինի։ Շատ լավ, Սեյրան ջան, շատ լավ։ Դե այսօր մենք իհարկե կզրուցենք այսպես տարբեր փուլերի մասին, որովհետեւ ես գիտեմ, որ դու ընդամենը երևի մեկ ամիս է, չէ՞, ինչ տեղափոխվել ես Ֆրանսիայից, դեպ այո, Ֆրանսիայից Սեյրանը տեղափոխվել է Սիրելի հեռուստադիտողներ Միացյալ Նահանգներ, այսինքն մենք իհարկե դա նշանակում է, որ դու այսպես թե այնպես, այսինքն սովոր մարդ ես, դրսերում ապրող հայրենիքից հեռու, մենք մի քիչ այսօրվա հաղորդումը կբաժանենք 3 մասի, հա, եթե կարելի է, Հայաստան, այնուհետև Ֆրանսիա, իդեպ Ֆրանսիայում քանի տարի դու բնակվել 15 տարի բնակվել եմ 15 տարի Ֆրանսիայում բնակվեց Սեյրանը եւ հիմա արդեն Միացյալ Նահանգներ։ Սկսենք իհարկե Հայաստանից։ Բնականաբար մի քիչ պատմի իհարկե Հայաստանում բնականաբար այդ քո մենք իհարկե կզրուցենք քիչ ուշ հանդիսավարական, այդ հաղորդավարական, հա, այդ խոսելա լավ, մաքուր, լավ խոսելը։ Ով է առհասարակ կա ինչ որ մեկը, մենք միշտ այդ հարցերը տալիս ենք, ով է եղել այդ մարդ, ով նկատել է այդ ամենը։ Այո, Արմեն ջան, անկեղծ ասած 2004 թվականի դեկտեմբերի 16-ին ես զինծառայությունից նոր եմ եկել, դեկտեմբերի 11-ին ընտանիքով հարսանյաց հանդեսի էինք հրավիրված։ Մինչև դա դու ոչ մի բան չէիր անում, զինծառայության։ Չէ, նու մինչև ծառայություն։ Չէ, նման գործունեություն չեմ ծավալել։ Իդեպ ասեմ, որ այդ տարիներին դեռ այսպես նորություններ, այսպես երևի մի քանի հոգի էին, որ արդեն թամադա էին, բայց անկեղծ ասեմ, զարգացած չէր դա։ Ասում էին, որ պետքա մի հատ մարդ գա, ոչ թե թամադա, հարսանիքին, որ մեզ ներս հրավիրի, ոչ թե առիթը անցկացնի, այլ ներս հրավիրի։ Եվ ապրի ինքը, որ չէր եկել, ես էլ այսպես, որ ասող խոսող մարդ եմ, այսպես դրական, ասեցի տվեք, ես կանցկացնեմ, դե բնականաբար լուրջ ընդունեցի եւ առաջի փորձը դա եղավ, վերցրեցի ես ուրախ դրամատրությամբ միջոցառումը անցկացրեցի, բայց անկեղծ չմտածեցի, որ կարող եմ հանդիսավար լինել, որտեղ միշտ մտածել եմ, որ ինձանից տարիքով մարդիկ կան, ոնց կլինի ես միկրոֆոն վերցնեմ, կենաց ասեմ, եւ հաջորդ տարի միջոցառման էի հրավիրված եւ առաջի անգամ այսպես շատ անհանգիստ դրամատրությամբ անցկացրեցի հարսանյաց հանդեսը եւ այդտեղից առաջի հրավերը ստացա հիշում եմ որ ռեստորան մեր անգամ եւ ինչքան գումար է եղել այդ ժամանակներում 20000 դրամ էր կարծեմ այդքան մեծ գումար էր առաջի միջոցառումը այդպես անցկացրեցի եւ այդտեղից սկսեց գործունեությունը արդեն 21 տարի է ես միջոցառումների հանդիսավար թամա։ Ну եւ ոչ միայն իհարկե ես նաեւ մենք մի քիչ այսօր բացահայտումներ ենք անելու իհարկե երբ լավ, այսպես չբացեմ, ագաղտիկ, փակագծերը չբացեմ։ Լավ, այնուամենայնիվ Սեյրան ջան, դու արդեն փաստորեն Հայաստանում բուրըն գործունեություններ ծավալ է բավականին իհարկե այս ասպարեզում ճանաչված էր եւ հետո տեղափոխում դեպի Ֆրանսիա։ Ինչն էր պատճառ առասարակամ գուցե այսպես մտադրություն չկար գնալու մնա, բայց այնպես ստացվեց, ինչպես դա ստացվեց եւ առասարակ հեշտ էր ինտեգրվել Ֆրանսիայում իհարկե շատ լավ Արմեն ջան ուրեմն քանզի 3 փուլերի բաժանեցիք Հայաստանից շարունակեմ որ սկսելով գործունեությունը այն ժամանակ նոր զարգացավ որպես թամադա ասեմ նաև որ գնում ենք միջոցառման այսպես տարիքով հոպարները հարազատները այսպես նորմալ չէին անցնում որ ոնց ինքը պետքա կենաց ասի խի մենք չէինք կարող կենաց ասենք ու այնպես էին անում մեզ մոտ Հայաստանում որ վիրավորվեր այն ժամանակներին 2005-6-7 թվականներին 8 թվականին անգամ այդպես նոր զարգացավ դա այդ աշխատանքը որպես թամադա զարգացավ անգամ գնում ենք միջոցառումների այսպես զարմացած նայում էին էլի այսպես թամադա ինքը պետք է ասի եւ նաեւ ասեմ մի հետաքրքիր հանգամանք այդ տարիների Արմեն ջան որ գնում ենք միջոցառման նախքան միջոցառումը գնում ենք այդ ընտանիք անպայման պետք է ազգի հոպարը կամ մեծը կամ ում խոսքը ավելի ազդեցիկ էր ինքը գար քեզ հետ խոսեր
ու միասին քննարկեիք, ինքը ասեր լավ, եղբայր ջան, քեզ վստահում եմ, դու անցկացրու ոնց ուզում ես, կամ էլ ասեր ես բանը սենց եմ ուզում, բայց այնուամենայնիվ իրենց լսում էի, բայց իմ մոտեցմամբ յուրովի անցկացնում էի, որպեսզի գոհ մնայի։ Իսկ հարցը ինչի գնացի Ֆրանսիա, Արմեն ջան, հայրիկիս հետ միասին առողջական խնդիրներ ունենք, ես կյանքում երբևիցե չեմ մտածել հայրենիքից դուրս գալու մասին, բացարձակ չեմ մտածել եւ մի քանի օրերի ընթացքում այդպես շտապ մեկնեցինք Ֆրանսիա, այնտեղ արդեն բնակվելով շատ մեծ դժվարություններ անցանք հայրիկիս հետ եւ այնտեղ արդեն 1 ամիս անց սկսեցի գործունեությունը։ Հա, ոնց սկսեց, այսինքն փաստորեն տես, լավ, համարենք Հայաստանում արդեն դու անում էր այս գործողությունը, այսպես միջոցառումներ էր անցկացնում, բայց տեղափոխում Ֆրանսիա եւ հա ոնց ստացվեց մի ամիս հետո, այսինքն դա ոնց ստացվեց։ 2 ամիս ներողություն, հենց այնտեղ առաջի հարսանիքը անցկացրեցի, անգամ անցկացրեցի, առաջի միջոցառումը անցկացրեցի Ֆրանսիայում, այսպես մտերմիկ, որ այսպես տեսնեն, ու որպես աշխատանք արդեն անցկացրեցի Բելգիայում առիթը եւ այդպես մարդիկ տեսնելով, մեկը մյուսին ասելով, որովհետեւ երբ որ Այսինքն ես ներողություն եմ խնդրում, այսինքն եթե մեկ անգամ դանես այդ գործողությունը, միջոցառումը եւ եթե մարդկանց դուրը գա, միանգամից այսպես լինում է պատվերներ։ 2011 թվականին այդքան զարգացած չի եղել է որ թամադա հարգանքներս բոլոր թամադաներին, հանդիսավարներին, այդպես շատ զարգացած չի եղել, այդպես 2011 թվականին, որ այնտեղ էի արդեն ես անցկացրեցի մոտեցմամբ յուրովի կատարեցի իմ աշխատանքը, արդեն 1-2 մարդիկ տեսնելով, մեկը մյուսին ասելով, որովհետև Եվրոպան դա Հայաստանը չի փոքրիկ, որ մեկ արագ այսպես ընդլայնվի քո աշխատանքը, այնտեղ մեծ պետություններ են, մեծ քաղաքներ են, ու այդպես Փառք Աստծո շատ արագ այսպես արձագանք ունեցավ։ Մի քանի աշխատանք անելուց հետո արդեն իմ գործունեությունը սկսեցի որպես հանդիսավար ծավալել արդեն Եվրոպայում, իդեպ ոչ միայն Ֆրանսիայում, այլ հարակից պետություններում։ Այսինքն դիմում էին, զանգահարում էին եւ հեռախոսահամարով, այսպես այնտեղ մի քիչ այլ իդեպ Հայաստանում այլ է գնում է ռեստորան, այդպես ռեստորան ունի իր ծառայությունները, ասեմ, որ զարմանալի կլինի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող հայերի համար, որ այնտեղ չկան շատ ռեստորաններ Եվրոպայում, զարմանալի է։ Այսինքն անկեղծ չկան ռեստորաններ, չկան որ գնան ռեստորան, ասեն, որ այսքան քանակությամբ գալիս ենք միջոցառում։ Բա ինչ են անում։ Դահլիճներ են վերցնում այնտեղի հայերը։ Դե այստեղ էլ են դահլիճներ վերցնում։ Չէ, դահլիճներ կարող է դպրոցի դահլիճ լինի։ Հա, այդ այդպես քաղաքի մի հատ համայնքի կուլտուրայի տուն լինի։ Իսկ կարող են մեր հին ժամանակները պալատկաները, պալատկաները, բայց պալատկաների յուրահատկությունը ինչու մեր կայանում, որտեղ բակերում ես իհարկե մի քիչ շեղվում, մի քիչ ավելի որպես հին մարդ։ Պալատկաները դրվում էր, հա, կիշեն մեր այսպես մեր սերունդ, տարեցերունդ ավելի բակերում դնում էին եւ ինչն էր յուրահատկությունը այդ պալատկաների, որ այնտեղ յուրաքանչյուրը կարող էր մտնել, հա, մտնել եւ հարցի այսպես կողմը գիտեր դա պես պեսանի գիտեր այսպես ճանապարհին աստանց կեֆ անել բակում պալատկա, այո, եւ ուրեմն Եվրոպայում այդպես դահլիճները վերցում են, անգամ ասեմ ավելին, որ կարող են մարդիկ մի տարի առաջ դահլիճ չեն գտնում, ամիսներ տևում է, շատ դժվար է։ Դպրոցի, այսինքն այդ դպրոցի ինչ մարզական մի քաղաքի, մի համայնքի կուլտուրայի տունը կամ ինչ որ մի հատ դահլիճ կամ ինչ որ այտենց աթոռները բերում, բան են աթոռներից սկսած բոլորը բերում են խոհարար, երաժշտություն, կանոնախումբ, բոլոր մատուցողներ, բոլորն են գալիս են այսպես մեկը մյուսին ճանաչելով, ասելով, մեկը մյուսին զանգում է, ասենք ինչի կարիք ունե, մեկը մյուսի կոորդինատներն է տալիս, այդպես արդեն կամած զարգացավ ամեն ինչը, որ արդեն մեկը մյուսի տեղ ավելի հեշտ են իմանում, հիմա արդեն ժամանակները գնալով փոխվում են, համացանցն է առկա, համացանցի միջոցով ավելի հեշտ գտնում են եւ Փառք Աստծո այդ տարիների ընթացքում կարողացա սեր հարգանք վայելել պատվով կատարելով իմ աշխատանքը, որովհետեւ աշխատանքը կատարելիս իմ սկզբունքն է եւ այսպես ես մի քիչ կարող եմ այսպես ինքնագովազդ հնչի կամ այլ կերպ ընկալել, ես միջոցառումը երբ որ գնում եմ, ես ավելի շատ եմ ոգևորվում այդ ընտանիքի միջոցառման համար, ես ավելի շատ եմ իրենցից անհանգստանում, որ միջոցառումը շատ լավ անցի ու ես իմ ամենից սիրած բանն է միջոցառման, որ միջոցառումը ավարտվում է։ Հիմա ես լսելով հաստատ կասեմ։ Դե դա խոսում է պրոֆեսիոնալիզմի մասին, որովհետև իրոք դու սրտացավ ես մոտենում եւ կարծում դա շատ կարևոր է հենց դա էլ, գիտես ոնց
նույն տիպի, երբ որ իդեպ մենք հիմա մի քիչ խոսենք ռադիոյի մասին, ինչու է ռադիոյի մասին ավելի շատ խոսում, որովհետև հեռուստատեսությունը կինոն, երբ որ դու տեսնում ես մարդուն, ռադիոյի դեպքում դու չես կարող ստել, որովհետև ձայնը, այսինքն ձայնը չի կարող ստել։ Նույնն է քո դեպքում, երբ որ դու անկեղծորեն այդ ամենը քո աշխատանքը կատարում ես, եւ դա անկեղծորեն այդ ամեն ինչը սիրով է, հա, եւ դա նկատվում է իհարկե, գնահատվում է եւ դրա համար էլ հենց աշխատանքը ստացվում է։ Իհարկե։ Ես ինչու բերեցի, ես հենց այնպես չբերեցի ռադիո օրինակը, որովհետև ես գիտեմ, որ դու ոչ միայն այսպես բուրըն գործունեություններ ծավալում Ֆրանսիայում, այսպես ոչ միայն Ֆրանսիայում, Եվրոպայում, հա, ինչպես դու նշեցիր, եվրոպական տարբեր երկրներում, այլ նաև ինքդ ուներ այսպես դարձել էր կոլեգաս, կարելի ասել, եւ հաղորդում ուներ ռադիոկայանում, ինչ հաղորդում էր, ինչի մասին էր եւ ինչպես ստացվեց այդ ամենը։ Անկեղծը երկար ժամանակ միշտ այսպես երազանքի նման ցանկանում էի, որ հաղորդաշար ստեղծեի։ Լիոն քաղաքում գործում է արկա է ռադիոկայան, Ռադիո Արմենիա, այդպես ռադիոկայանում հայը Եվրոպայում հաղորդաշար։ Հայը Եվրոպայում, շատ լավ։ որտեղ կան իսկ ովքեր են ջուր գալիս։ Եվրոպայում բնակվող հայերը, ովքեր ճանաչում ունեն եւ ովքեր օրինակ սպորտսմեն, իդեպ ասեմ, որ առաջի կարևոր հյուրը եղել է Ռոզի Արմենը։ Ողջույններ եւ հարգանքներ Ռոզի Արմենին։ Շատ մեծ ոգևորությամբ սկսեցինք, հենց առաջի հաղորդման հյուրն է Ռոզի Արմենը, այդպես ճանաչված Ես ուզում եմ հիշեմ ճանաչված Մարտին Յորգանս, Ռոբերտ Էմիյանը, եթե ես չեմ սխալվում։ Իդեպ ասեմ, որ նաև մեր հայրենակիցները, ովքեր նաև հրավիրել եմ ինչի համար, որտեղ կային ռեստորանային երգիչներ, ովքեր նաև իրենք էլ այդ պարագայում են ճանաչված։ Սպորտսմեններ, ովքեր մեր երագույն դրոշն են բարձրացրել, եւ նաև եղել են հյուրեր, ովքեր Հայաստանից ճանաչված երգիչներ են եղել, նաև եկել են գործունեություն ծավալելու։ Ինքը մի հաղորդաշար էր, որի միջոցով կարողանում ենք մարդկանց մասին խոսել, որովհետև չկա նման հաղորդաշար եւ բավականին դրական արձագանք ունեցավ։ Իսկ խոսեցինք իհարկե ռադիոից, ինձ մի քիչ ավելի հետաքրքրեց հիմա բնականաբար հեռուստաեքրանի իմ այսպես գործունեության մեջ ես անմիջական իհարկե շատ սերտ կապեր եմ ունեցել եւ ռադիոյի հետ եւ հեռուստատեսության, բայց ինքս միշտ ինձ համարել եմ հեռուստատեսային մարդ։ Ֆրանսիայում առասարակ կա հայկական հեռուստաալիքներ, օրինակ մեզ մոտ, հա, Միացյալ Նահանգներում օրինակ այստեղ կան հայկական հեռուստաալիքներ, իհարկե MJ հեռուստաընկերությունը լավագույնը դրա մասին չենք խոսում, բայց հիմա հարցը դրանում է, որ կա Չէ, որպես ինչպես հեռուստաալիքներ չկա։ Ինչու՞։ Օրինակ հետաքրքիր է։ Ես անգամ պատկանում եմ։ Հայերը շատ են, չէ՞, բայց Հայերը շատ են, բայց նախաձեռնող պետք է լինի։ Նախաձեռնող, ստեղծող, աշխատող, կառուցող, ոչ թե պատրաստ սпасել, որ պատրաստ լինի գնալ աշխատել, այլ պետք է ջանք գործադրել, որպեսզի ստեղծվի։ Լավ, իսկ ինչպես ստացվեց այսպես, դու գնացիր առաջարկ արեցիր, ես ուզում եմ անեմ հաղորդում։ Ես անկեղծ բավականին դռներ եմ թակել այսպես, դու ինքդ առաջարկել ես, առաջարկել եմ անկեղծ տողիցներն բոլորին հետաքրքրել է եկամուտը։ Բայց երբ որ սրտացավ լինել այդպես, գիտեք, նման հաղորդաշարեր ունենալով կամ հեռուստաընկերություն ունենալով, դա ինչ-որ մի աղբյուր է հայ ինքնությունը պահելու։ Իհարկե։ Հաղորդման միջոցով կարողանում ես մարդկանց ներկայացնել կամ գեղեցիկ հաղորդումներ պատրաստել, պատմական, դա այն երեխաները, այն երիտասարդները, ովքեր բնակվում են դրսում, օտարության գրկում այդ հաղորդումների միջոցով իրենք լսեն իրենց պատմությունը, որտեղ վստահ եմ ոչ բոլոր ընտանիքներում են ծնողները պատմում իրենց երեխաներին, ոչ թե չգիտեն, այլ աշխատում են, ժամանակ չունեն կամ միգուցե իրենք էլ արդեն մոռանում են հայերեն լեզուն, այդպես հայ ինքնություն այդպես մենակ համացանցով չի պահպանել, նաև պետքա հեռուստաընկերություններ լինի, հաղորդումներ լինեն, որ այդպես ինքը ազդեցություն ունենա։ Սրանց ջան, իսկ որքան ժամանակ հաղորդումը եթերում էր, այսինքն քո այդ հաղորդումը։ Իմ հաղորդումը երևի 2 տարի։ 2 տարի, հա, դե բավականին է, 2 տարի եթերում։ 2 տարվա այսպես ինտերվալով, հա։ Եվ գիտես, հիմա մի քիչ արի եւս մի քիչ անդրադարձ գործունեությանը ծավալենք, հա, որպես այսպես հանդիսավարի։ Տեղափոխվելով Ֆրանսիա, այսպես այդ գործունեությունը, հա, այսինքն միջոցառումներ անցկացնելը, չէ, ինքը
շատ էր տարբերվում Հայաստանից։ Բնականաբար։ Ես ասեմ ավելին Արմեն ջան, ոչ թե Այսինքն մեր այսինքն հայությունը տարբեր էր դա նկատի ունեմ։ ասեմ ավելին, ոչ թե հայությունը տարբեր էր, անգամ պետությունների հայությունն էր տարբեր։ Հա, անգամ պետությունները։ Այսինքն օրինակ Գերմանիայի օրինակ հայերը գնում էր Գերմանիայի իրան։ Սառը։ Գերմանիայի հայեր ջան, պետք չի սառը լինել։ Պետքա պակ լինել։ Հիտլերյան Ստալին։ Սառը, Հիտլերյան Ստառը։ Սառը, այսպես ասեմ, որ պետությունը նաև ազդեցություն է ունենում մարդկանց վրա, օրինակ Բելգիայի հայերը այլ կերպ են միջոցառում անում, այսպես ավելի Իսպանիայի հայերը այլ կերպ, Գերմանիային այլ կերպ, Հունաստանին այլ կերպ։ Ասում Իտալիայինը նման էր մեզ, չէ՞, որտեղ իրանք միշտ ավելի շատ Հունաստանի հայերը, ես Հունաստանում եմ հարսանիք մասնակցել, իդեպ շատ նման էր, մեր երգերը, պարերը շատ նման էին, իրենք մեզ նման լավ քեֆ էին անում, իդեպ ասեմ։ Ես երևի հիացած եմ մնացել իրենց քեֆ անելու այդ վարպետությունը, հույները, ոչ թե Հունաստանը։ Հա, հենց հույները։ Օ, հայ եւ հույնի հարսանիք եմ մասնակցել, այսպես հեքիաթային հարսանիք էր։ հետաքրքիր է։ Համենայն դեպս մի խոսքով տարբերություն շատ կար, տարբերություն կար քո գործընթացում։ Մարդկանց անգամ հակու կապի տարբերություն կա։ Իսկ օրինակ չէր եղել գաղափար, որ, չգիտեմ, որևէ նույն քո գործունեությունը պրոֆեսիոնալ, հա, որպես հանդիսավար եւ հետո կապել ռադիոյի հետ, այսինքն հաղորդում որևէ ինչ-որ մի բան անում։ Շատ եմ ցանկացել, միշտ ցանկացել եմ։ Միշտ ցանկացել եմ իմ համար երազանքի նման մի բան, որ անել, պարզապես չի ստացվել։ Ժամանակի առումով կամ պետությունը մեծ է, հարմար չի լինում, որ ստեղծել անել, այսպես կամ պետքա լավ թիմ ունենալ, որ բոլորը այսպես մեծ ողջավորությամբ անշահախնդիր ստեղծել, կառուցել։ Շատ լավ։ Հուսամ նման նպատակս իրականություն կլինի արդեն Ամերիկայում։ Հիմա խոսենք Միացյալ Նահանգներից։ Փաստորեն 14 տարի դու արդեն բնակվում ես 15 տարի արդեն հայրենիքից հեռու Ֆրանսիայում բնակվում էր եւ արիուտես հոպ եւ տեղափոխում Միացյալ Նահանգներ, այն էլ ես որքան արդեն տեղյակ եմ, մշտական, կարելի ասել։ Ոնց ստացվեց, որովհետեւ դե լինում են իհարկե շատ դեպքեր, բայց սովորաբար Հայաստանից են գալիս Ամերիկա, նու Ռուսաստանից մեկ էլ, բայց ոչ Եվրոպա։ Աստծո կամքով եղավ իմ գալը, ցանկացա նաև իհարկե գալ այստեղ նաև ապրել, այստեղ իմ մասնագիտական գործունեությամբ զբաղվել, իմ երկար տարիների փորձը, այսպես պրոֆեսիոնալիզմը, այսպես նաև կիրառել եւ տեսնեմ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերը ոնց են քեֆ անում, ու նաև մասնակցություն ունենան։ Դե այսինքն հիմա կարելի ասել դու արդեն քո գործունեության բաց ես եւ մարդիկ արդեն հանգիստ կարող են դիմել եւ եթե լինեն հրաշալի լավ եք ուզում իհարկե անցկացնել ձեր միջոցառումը, որովհետեւ տպավորիչ լինի եւ հիշվի ամենակարևորը, խնդրեմ, արդեն կարող եք Սեյրանին դիմել։ Իսկ Սեյրան ջան, չես Ֆրանսիայում բնակվելով դու ֆրանսերեն խոսում եք թե Այո, բնականաբար ֆրանսերեն։ Իսկ ընդ միջոցառումներ ֆրանսերեն։ Հայկական միջոցառումներում միայն հայեր են, բայց եղել է դեպքեր, որ հայը ֆրանսիացու հետ ամուսնացել կամ անգամ ուրիշ ազգի հետ։ Այդ ոնց էր այդ դեպքում ֆրանսերեն եք խոսում։ Ես այդպես կոմֆորտ չեմ զգում, որովհետև օրինակ մտնում ես դահլիճ, այսպես ողջևորում ես մարդկանց, այսպես դրայվ ես տալիս, ջերմություն ես փոխանցում, այսպես ռիթմ ես փոխանցում, այն առաջի քանի րոպեներ այսպես ռիթմիկ խոսում ես, որ մարդիկ ողջևորվեն, չես կարող այսպես ասես, մի հատ էլ այլ լեզվով ասես, մի հատ էլ այլ լեզվով, արդեն ձանձրալի կլինի, որտեղ մի քիչ մենք յուրահատուկ ազգ ենք, էլի ամեն ինչին ուշադրություն ենք դարձնում։ Եղել է դեպքեր, որ աղջիկա եղել, որ թարգմանել է ինքը ֆրանսերեն, ոչ թե իմ ասածն է կրկնել, այլ ինքը այլ միտք ասել։ Եվ այսպես եղել է, որ բառեր ենք ընդամենը ասել, որ կենացները ասել ես, ինչ է այսպես, բայց ես կոմֆորտ եմ զգում, որ հայերեն եմ մենակ խոսում, շատ լավ։ Բայց հիմա օրինակ եթե այստեղ նույն եղել է իհարկե հայերեն, բայց եթե օրինակ անգլերեն լինի այդ դեպքում ոնց է բանել։ Դե քանի որ Կալիֆոռնիայում բոլորը հայերեն են խոսում, վստահ եմ հայերեն է լինելու մենակ։ Դե համենայն դեպս ես կարծում իհարկե այսպես իհարկե շատ լավ կլինի, բայց չեմ կարծում որ իհարկե միայն կեզրափակվես
այդ գործունեությամբ, երևի կարծում եմ այլ նպատակներ նույնպես շատ կա։ Արագ շատ արագ կսովորեմ նաև։ Շատ լավ։ Դե արդեն 1 ամիսը լրացել ես։ 1 ամիսը լրացավ, արդեն 1 ամիսը լրացել է։ կտիրապետեմ Դե լեզվին։ քեզ շնորհավորում ենք 1 ամսյակով, արդեն 1 ամիս։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Այսպես նոր տարին ի դեպ այստեղ է, չէ՞ արդեն։ Այո։ Ամերիկյան նոր տարի։ Ամերիկյան նոր տարի, դեպ տարբերվեց ամերիկյան նոր տարին օրինակ։ Իդեպ նաև ես Նույնիսկ խոսում ենք իհարկե Քրիսմասի մասին, նույնպես տարբերություններ նոր տարին Քրիսմասը։ տարբեր էր, բավական տարբեր էր։ Ինչով։ Դե օրինակ այնտեղի աուրան մի քիչ այլ կերպ էր, այնտեղ էս։ Նո ավելի լավ թե Մախշե Նոել են ասում, Ոնց։ այսպես Մախշե Նոել է կոչվում, այսպես իրուն տնակներ են սարքում, այդպես ամանորյա բաներ են վաճառում, արդեն նոյեմբերի վերջից 25-ից հետո չեմ սխալվում, արդեն ժողովուրդը Este օգոստոսից են նոր տարվա վաճառում։ տրամադրությամբ արդեն դրսերում այսպես տաք գինի են խմում, այսպես տոնական։ Բայց ուզում եմ ասեմ ձեր թույլտվությամբ Արմեն ջան, որ ես կապս չեմ կտրել Եվրոպայի հետ, որպես հանդիսավար նաև գնալու եմ Եվրոպա, արդեն ես 15 տարին բավականին է, արդեն բազմաթիվ հազարավոր ընտանիքներում եմ մասնակցություն ունեցել որպես հանդիսավար։ Արդեն կգնամ կգամ այնտեղ էլ միջոցառումներ կանցկացնեմ, նաև ընդլայնվեց սա մեծ հնարավորություն էր ինձ համար Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպայում եւ Հայաստանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն հանդես կգամ որպես հանդիսավար, որի համար շնորհակալ եմ Աստծուն։ Շատ լավ, Սեյրան ջան։ Եվ շնորհակալ եմ ժողովրդին ինձ վստահության համար։ Այո, իհարկե։ Դե սովորաբար կարծում եմ ես այդ ամենով իհարկե չի եզրափակվի, որովհետև դե սովորի ինչու ոչ, հետագայում շատերը նմանատիպով մեկ է հայտնում են ինչ-որ մի ֆիլմում, ֆիլմերում, բայց դրա մասին քիչ ուշ կզրուցենք, բայց այսօր մենք քիչ ուշ Սեյրան ջան անպայման իհարկե բացահայտելու ենք, որովհետև նաև դու ոչ միայն շատ հրաշալի անցկացնում ես միջոցառումներ, այլ նաև երգում ես։ Իհարկե գաղտնիք չէ, որ այսօր պրակտիկապես շատերն են երգում, բայց քեզ մոտ դա շատ լավ է ստացվում։ Բայց մենք դեռ չենք խոսի այդ ամենի մասին, այսինքն մի քիչ ավելի ուշ, հաղորդման ավարտին իհարկե, քեզ մի փոքրիկ փորձության կընթարկենք, որի մասին դու տեղյակ չես, դեռ։ Շատ լավ։ Բայց հիմա ես ուզում եմ, որ մենք անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, այստեղ մի քիչ կապ ենք ունենալու երգերի հետ, երաժշտության հետ։ Խաղը մեր հետևյալն է, մենք միասին լսելու ենք 3 երգի հատվածներ։ 3 երգի հատվածներ։ Երգը ընդհատվելու է եւ ես քեզ 4 տարբերակ ասել եմ, որից մեկը լինելու է ճիշտ, 3-ը սխալ։ Դու պետք է ընտրես ճիշտ տարբերակը։ Շատ լավ։ Իդեպ երբևէ դու երգեր չես գրում։ Չէ, այդպես բայց մտքեր, գաղափարներ գալիս են ստեղծագործում են։ Հիմա տես, հիմա մենք միասին կփորձենք իհարկե գուշակել, դու կփորձես գուշակել ճիշտ տարբերակները եւ կփորձենք տեսնենք կհաղթես թե ոչ, հա։ Շատ լավ։ Իդեպ սովորաբար մասնակցում ես տարբեր խաղերի եւ այլ եւ հաջողակ ես քեզ համարում խաղերում, թե։ Անկեղծ այտենց խաղերի չեմ մասնակցել։ Չէ, նու օրինակ ինչ որ շահել ինչ որ մի բան։ Եղել է այդպիսի բան։ Մի բան շահեցի եկա այստեղ։ Մի հատ խաղի մասնակցեցի։ Կյանք մի անգամ գրել։ Էդի խաղն էր։ Շատ լավ։ Մի խաղը դա եղել։ Դե շատ լավ։ Ուրեմն հիմա միասին անցնենք մեր խաղին եւ փորձենք գուշակել։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ Սեյրանի հետ մենք միասին անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Դուք իհարկե նույնպես ակտիվ մասնակցում եք, կարծում եմ այս տոնական օրերին իհարկե կարոտել եք այս խաղը, որտեղ պետք է նույնպես մեզ հետ միասին մասնակցեք, դե ինչ ժամանակն է, միասին մասնակցում ենք, փորձում ենք գուշակել ճիշտ տարբերակները եւ խնդրեմ, լսենք հիմա Սեյրան ջան առաջին երգի հատվածը։ Ասեք, դες ինքը գնաց երկու։ Ասեք, որտեղից գտնեմ, փաստորեն 3 անգամ ինքը ասում է, որ համոզեմ տուն տանեմ, 3 անգամ կրկնում է։ Հիմա տարբերակը, ասեք որտեղից գտնեմ, առաջին տարբերակը, որ համոզեմ տուն տանեմ, էլի մի անգամ։ Ասեք որտեղից գտնեմ, թուշը պաչեմ տուն տանեմ։
Ասեք, որտեղից գտնեմ, ոտից կապեմ տուն տանեմ։ Երրորդ դաժաններ սա։ Եվ ասեք, որտեղից գտնեմ, արագ խմցնեմ, տուն տանեմ։ Երևի թուշը պատճեմ նոր։ Թուշը պատճեմ։ Իսկ ոտից կապեմ, չէ։ Դե մեր հայերը չեն կապում ոտից, մի անգամից գրկում են մեքենա։ Մեզ երկի մասին է խոսքը գնում, չգիտենք։ Լավ, իսկ որ համոզեմ տուն պահեմ, էդ էլ չէ։ Թուշը պատճեմ տուն տանեմ։ Բայց այդտեղ կա որ համոզեմ տուն պահեմ, մի տարբերակ է կա, որ կրկնվում է, հա։ Երևի քանի որ ասում եմ որ համոզեմ, երկրորդ միտքն էլ դա կասեր։ Շատ լավ։ Ասեք որտեղից գտնեմ, թուշը պատճեմ, տուն պահեմ։ Այո։ Տանեմ։ Ես ինչի ուզում ասեի, որովհետև դու այնտեղ լսեցիր, հա կրկնվում էր, որ կրկնվում էր, քանի որ արդեն այլ տարբերակ։ Արդեն հերիք հա կրկնվել է, շատ լավ։ Բայց կարող է եւ 4-րդ էլի նույնը կրկնվել։ Հնարավոր է։ Թուշը պատճեմ, տուն պահեմ։ Թուշը պատճեմ։ Ասեք որտեղից գտնեմ, թուշը պատճեմ, տուն տանեմ։ Այս տարբերակ ընտրեց Սեյրանը, ճիշտ է դա թե ոչ, մենք միասին հիմա կլսենք եւ կանցնենք երկրորդ երկի հատվածին։ Առաջինը եթե պարտվես է, ոչինչ, երկու հատ տուն ենք դեմ։ Շատ լավ։ Խնդրեմ։ Որտեղից գտնեմ, որ համոզեմ տուն տանեմ, ասեք որտեղից գտնեմ, որ համոզեմ տուն տանեմ, ասեք որտեղից գտնեմ, որ համոզեմ տուն տանեմ, ասեք որտեղից գտնեմ, թուշը պատճեմ տուն տանեմ։ Դա մի րոպե ես ասում մազերը սուղեմ։ Սրան գիտեիր ես։ Անկեղծ տղամարդավար եմ ասում, չէ, առաջի անգամ լսեցի։ Ես օրինակ չգիտես ինչի, եսը չգիտեի ճիշտ տարբերակը, բայց ես օրինակ կտրեի, որ համոզեմ տուն տանեմ, որովհետև տրամաբանորեն չէ։ Ինքը 4 անգամ ասում է համոզեմ տուն տանեմ, այլ վերջում ինչ թուշը պատճես պետք է 4-ից հետո։ 1-0, բրավո, 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 եւ հիմա խնդրեմ երկրորդ երկի, 1-0 հարթում ես արդեն, եւ խնդրեմ երկրորդ երկի հատվածը միասին լսենք։ Համար երկու բարես, ինչ կամքի նշանկանես, Ուպուշ։ գարները բացում քո սրտում սերես, մամուշակներով պանուրվես, գորում է ու երկուրա է, աշխարից աշխատ արկավ է, ուր է լինում կեզ մոտ կգամ սերես, ու կերքեմ, Ուր է լինես քեզ մոտ կգամ սերս ու կերքեմ, հետո Երևանի աղջիկները, Էջմիածնի աղջիկները, Ամստերդամի տղաները եւ Ամերիկայի տատիկները։ Ես առաջարկում եմ ընտրել Ամերիկայի տատիկները։ Դե ոնց են նայում Ամերիկայի տատիկներին, ոնց են նայում։ Երևի Պապիկներին ոնց են նայում։ Երևի Երևանի աղջիկները։ Երևան աղջիկների, իսկ Ամստերդամի տղաները չէ։ Մենք Ամստերդամի Ամստերդամի տղաները գործ չունենք։ Մենք գործ չունենք Ամստերդամի Տղաները չեն երկի, հա, տղաների մասին։ չեն երկի։ Իսկ Ամստերդամում հոլանդացիները երկեն իրաց տղաների մասին, բայց հայը չի երկին։ Որն ենք ընտրում Երևան Երևանի աղջիկները։ աղջիկները։ Ուր է լինեմ քեզ մոտ կգամ սերս ու կերքեմ Երևանի աղջիկները այս տարբերակ ընտրեց Սեյրանը, ճիշտ է, դա թե ոչ մենք հիմա կլսենք եւ կանցնենք վերջին երրորդ եզրափակիչ երկին, խնդրեմ։ Աշխարից աշխատ արկավ է, ուր է լինում կեզ մոտ կգամ սերս, ու կերքեմ, էջմիածնի աղջիկները, Բայց էշ միացը չէր մեր ախպերը։ Էջմիածնի աղջիկների մասին է խոսքը գնում երկի, որտեղ Երևանի աղջիկները արդեն կա այդ երկը, տենց երևի հիմա էլ Էջմիածնի։ Ոչինչ Սերյան ջան, 1-1, բայց հիմա երրորդը եզրափակիչն է։ Էսի արդար էր էլի, որ 1-1 լիներ։ Հա, հիմա երրորդը պետք է բավականին դժվար է, բայց համդեպս հնարավոր է հաղթել։ Շատ լավ։ Խնդրեմ երրորդ երկի հատվածը միասին լսենք եւ տեսնենք Սերյանը կհաղթի այսօր թե ոչ այդքան։ Խնդրեմ։ Այսօր օրը լցվել է կուրասը վարկույներով, հիմա որ առաջ նեկա աշխարհի մատյանիկով, այսօր օրը լցվել է կուրասը վարկույներով, հիմա որ առաջ նեկա աշխարհի մատյանիկով, աղբերս ու հասիկս կեզ են սպասել շատ երկար, քո ծնունդը ննազար զրեց ուրախ ամյունար։ Ախպերս ու հարսիկը։ Այո, քեզ են սպասել շատ երկար, քո ծնունդը նրանց դարձեց ուրախ հայրումայր։ Ահա։ Դեռ ես ինչ։ Աղբորը երեխա է ծնվել։ Այո, հիմա անուններ։ Հա։ Քրիստինե, Ահա։ Մարինե, Գայանե եւ Քիմ։ Ոչ, Քիմ։
Քիմը չէ։ Չի։ Քիմ լավ Դե է։ որ երցում է, ուրեմն 3 տարբերակներ է Քրիստինե։ Քրիստինե Մարինե Գայանե։ Անգամից հիշեցի տղամարդիկ ֆիլմը, հիշում ես։ Կարինեն այսօր ամուսնանում է, բայց ես էլ մնում եմ ֆեյլան։ Հիմա Քրիստինե Մարինե Գայանե։ Քրիստինե անունով երգիչ կա։ Չէ, երկիչ ոնց է։ Երկեր քիչ կա։ Հա, երկեր քիչ կա։ Գայանե անունով շատ երգեր կա։ Դե Մարինե էլ կա։ Դե հիմա այդ երեխու անունը բայց ոնց են դրել։ Ես ընտրում եմ Մարինե, Մարինեին եմ ընտրում, Մարինե տարբերակը։ Տես, ինքը այստեղ էական չի որ շատ կան։ Այդ երեխեն փաստորեն սպասել են, երեխան պստլիկը ծնվել է եւ հիմա կարող անունը դրել են Քրիստինե։ Ես չգիտեմ իրականում։ Ճիշտ Լավ, ես պատասխան։ ընտրեմ Մարինեին։ Քեզ տես ուզում ես Մարինե։ Հա, Մարինեին։ Քրիստինե չէ։ Թող Մարինեները ուրախանան։ Հիմա Գայանեները, Քրիստիները կասեն բա մեկ, թող Մարինեները ուրախանան։ Այսպես դու ներքուստ ուզում ես որպեսզի լինի Մարինե ոչ թե Քրիստինե կամ Գայանե։ Զուտ նրա համար, որովհետև Քրիստինե եւ Գայանե մասին շատ կան երգեր։ Հա։ Մարինե, իմ տարբերակն է Մարինե։ Չես ոչ մի կողմ ոչ չի մտածում անգամ։ Մարինե այս տարբերակը ընտրեց Սեյրան ընտրեց Մարինե տարբերակը, լսենք ճիշտ է դա թե ոչ եւ տեսնենք ախտենք թե ոչ։ Խնդրեմ։ Ապերես ու հասիկը ես սպասեն շարքին կար Ոցամունը նարազանցել է Կախայնում այ կայամին Գայաներ երեխու անունը։ Գայանեն, Ոչինչ։ Ոչինչ։ Սա շատ ողջունները բոլոր Գայանեներին, բոլոր Մարինեներին, բոլոր Քրիստինեներին։ Շատ լավ։ Շատ լավ։ Իդեպ կարելի է մի միտք ասել։ Իհարկե։ Ես իմ համացանցի էջերով մի քանի անգամ այդպես վիդեոներ եմ արել, այսպես տեղադրել իմեջում ու օգտվելով առիթից կցանկանամ մեր երկրողների մի բան խնդրել, էլի։ Որպես հայ, որպես մարդ խնդրել, որ երկերի մեջ մենակ երջանկության մասին լինեն, ուրախության, այդպես Միշտ տխուր է միայն։ Մենակ միշտ տխուր է։ Դու գնացիր, ես լացեցի Գնացի եկա, սիրում եմ, ատում եմ, հեռացի, մոռացի, ինչ ես իմ զանգում եմ պատասխանի։ Անկեղծ այնքան ցավալի եմ անում այդ Եվրոպայում, օրինակ հայ երեխեքը, որ Հայաստանում չեն ապրել, ծնվել են, մեծացել են, ինչ լսում են համացանցով կամ ինչ այդ երկերն են սովորում, շատ ցավալի է։ Օրինակ ես վստահ եմ, թողիցներն բոլորը մեծամասնությունը երիտասարդների հայկական մեր լավ երգերը, այն արժեքավոր իմաստուն երգերը չգիտեն։ Հա, դա շատ լավ բան է, այո, Չգիտեմ։ բայց ես քեզ ուզում եմ ասել, որ ես իդեպ շատ գովելի եմ համարում, վերջի շրջանում իհարկե շատ բենդեր են հայտնվել, հա, տարբեր տեսակի խմբեր, այսպես ասեմ, ովքեր որոնք հին մեր լավ երգերը վերցնում են, գործիքավորում են եւ այդ հին երգերը մատուցում են նորովի։ Էական չի որ փոփոխված է, հա, այսպես գործիքավորում ուրիշ է, բայց այդ մեր հին երգերը այսօր հնչում են, դա շատ լավ է, չի փորձում իհարկե չկորցնել, շատ լավ է։ Իդեպ ես դու ասեցիր երգերի, բայց ես ընդամենը մի քանի օր առաջ մի փոքրիկ իհարկե նաև ստատուս գրեցին Facebook-յան էջում, ես գրեցի, որ չգիտեմ, երևի չես ընթերցել, որ եթե օրինակ չլիներ քավոր, չլիներ քուր, եղբայր, հարս ու փեսա, նոր տարի եւ չգիտեմ, ծնունդ, վերջին տարիներին իհարկե մեր երգարվեստը ոչ մի նոր երգ չէր ունենում։ Իհարկե։ Մենակ այդ երգերն են, հիմա մնացած երգերն են այսպես տխուր վերջաբան են ունենում, հետո տեսահոլովակները այսպես ստանդարտ ոնց որ նույնը լինի, թարմացում չկա, բառերն է կրկնում են, միտուն կրկնում են, հետո կրկներքը եւ երգը վերջանում է։ Ու միտունի մեջ ուշադրություն, որ մի բառ ասում են ու երկրորդ թիվ արդեն նորից նույնն են կրկնում, ինչ թարմություն լինի, պայծառ մտքեր, գեղեցիկ մտքեր, սիրո երջանկության մասին կարելի է գեղեցիկ խոսքեր ասել, Սիրո երջանկություն, բայց երջանիկ սիրո մասին։ Վերևից ընկնեմ, ես ինչ անեմ։ Երջանիկ սիրո, ոչ թե դու ինձ թողեցիր գնացիր, ես մնացի մենակ։ Մամա, ես ինչ բան։ Կարելի է ամեն ինչը յուրովի մատուցել, էլ այսպես որ մարդ երգը լսի, զգացողություն ունենա, վայելի այդ երգի ամեն մի բառը։ Իրեն հին լավ երգեր օրինակ լսում ես, այսպես խենթանում ես բառերից, ասում ես, այս բառերը որտեղից է էլի, կյանքի մասին։ Համամիտ եմ։ Իդեպ մենք հիմա քիչ-քիչ մոտենում ենք մեր հաղորդման ավարտին, Սեյրան ջան, եւ հիմա
եւս մեկ անգամ այդ շոշափենք այդ լավագույն երգերից մեկը, բայց ես մինչ այդ ուզում եմ հիմա մի քիչ իհարկե արդեն դու մոտավորապես ասեցիր քո գործունեության, բայց կա էլ ինչ որ նպատակներ, թե առայժմ դեռ նոր ուզում ես այս ամենը սկսես, քո գործունեության զբաղվես եւ նոր արդեն զարգացնես, հասկանաս ինչ ոնց եւ հետագայում գնաս առաջ։ Մի առաջ։ հնարավորություն է, մի հարթակ է, շնորհիվ քեզ շնորհակալություն հրավիրելու համար Արմեն ջան, որի միջոցով այս պահին ուղի եթերում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայրենակիցները լսում են մեզ, ողջունում են բոլորին եւ ձեր թույլտվությամբ ձեր հարցին պատասխանեմ, արդեն իմ երկար տարիների փորձը, պրոֆեսիոնալիզմը, այսպես մեր հայկական գեղեցիկ ավանդույթները տոնական, այսպես նաև ժամանակները փոխվում են հնի եւ նորի համադրությամբ, այսպես իմ գեղեցիկ բարի մաղթանքներով, ուրախ եւ գեղեցիկ տրամադրությամբ, անսահման ժպիտով կանցկացնեմ իրենց կյանքում տեղի ունեցող բոլոր միջոցառումները։ Եվ վստահ եմ, քանի որ ես սկզբունք ունեմ, որ աշխատում եմ միջոցառման ժամանակ, ես այնպես եմ աշխատում, որ ոչ թե 1-2 մի քանի մարդու համար լավ լինի, գովեստի խոսքեր լսեմ, այլ բոլորը, բոլորի համար։ Այնպես որ ես ինքս ականատ, ես կարող եմ դա իհարկե այս հավաստիացնեմ, որովհետև ինքս ականատ ես եղել եմ։ Հետո Արմեն ջան, գիտեք, մեր ժողովուրդը տարբեր են։ Հայաստանում այլ կերպ են քեֆանում, Եվրոպայում այլ կերպ են քեֆանում, կան մարդիկ, որ ուզում են իրենց գաղափարները մտքերներ լինեն, օրինակ մեր հայկական տարբերակները, չգիտեմ, կարծում եմ այստեղ չի լինի կամ կարող է լինի, որ անպայման պետք է օրինակ էլի կրկին տան անդամներից մեկը գա միջոցառման ժամանակ ասի, ես ենք ուզում, ենք ուզում։ Դե կարծում դա ամենտեղ յուրաքանչյուր, հա, երևի կարծում։ Մեր աղբերն է ոնց ուզենք, տենց ինչ որ բառեր կա, կամ 4 կենացից հետո բոլորը։ Դե հայ արդեն խոսում բայց գնալով ժամանակները որ փոխվում են, մենք մեր հանդիսավարներս, ողջուններս գոլեգաներին, մենք ինքներս պետք է պահենք ավանդույթները։ Օրինակ կան միջոցառումներ, որ գնում ենք, ասում ենք, էսի էսպես անենք, ըստ հերթականությամբ, ասում են, մենք էս ինչի առիթին, էս ինչ երկրում, էս ինչ քաղաքում մասնակցել ենք, էսպես են արել, որ ցավալի է։ Արդեն այդ մարդիկ այդպես են անում։ Ոչ թե այդ ընկերը վատը արել կամ ինքը այդպես է մատուցել իր աշխատանքը, որ համախմբված բոլորս գեղեցիկ պահպանենք ավանդույթները, այսպես խեղաթյուրում չի լինի։ Կամ կանոնող ազնագազմ է ասում, այսպես արեք, մեկ արեք, այս հերթականությունը, սա է, որովհետև մարդիկ, որ օտար երկրում են ապրել, իրանք շատ առիթների չեն մասնակցել, իրանք չգիտեն։ Իսկ Հայաստանում ապրող հայերը իրանք ամեն օր քեֆ ուրախությունը, իրանք անգիր ամեն ինչ գիտեն հերթականությունը։ Այստեղ էլ է Ամերիկայում ուրախությունները շատ։ Այնտեղ Եվրոպայում շաբաթը 1 մաքսիմում 2 անգամ։ Այստեղ ուրախությունները ուրբաթ շաբաթ կիրակի են։ Շատ լավ։ Մեկ էլ 5 շաբթի։ Չէ, 5 շաբթի չէ, 5 շաբթի մեզ են նայում, 5 շաբթի ուրբաթ շաբաթ կիրակի դրա համար։ Հաղորդումը նայում են մեր այդ ուրբաթ շաբաթ կիրակի ուրախ։ Այսպես ես մեծ տարերքի մեջ եմ ընկնում, ինձ համար աշխարհի, որ ասում են աշխատանքը սիրում ես, ես ասում եմ Արմեն ջան, դա իմ համար մեծ երջանկություն է, երջանկության չափանիշ է, որովհետև ես անսահման երջանիկ եմ ինձ զգում միջոցառմանը մասնակցելով, տեսնելով հայերին, որ ուրախանում են, պարում են, երգում են, ես վայելում եմ իրենց միջոցառումը։ Բայց մի քիչ էլ բաներ կա, որ մեր ազգի մեջ փոխվի, այսպես ցուցադրական բաներ փոխվի, դա արդեն շատ հրաշալի։ Շատ լավ։ Սեյրան ջան, դե հիմա մեր հաղորդման ավարտին, այդ հիմա եկավ այն կուլմինացիոն պահը, իհարկե, այսպես, գիտեմ հրաշալի երգում ես։ Եվ չգիտես իհարկե ինչ երգ ենք պատրաստել, խնդրելու ենք իհարկե որ քանի որ սա ուրախ թողարկում է, բնականաբար ուրախ տրամադրությամբ ուրախ տրամադրությամբ եւ գիտես կան երգեր, որոնք անմահ են։ Բարի։ Այո։ Բայց դե գաղտնիք չէ, որ դա երգեր են, որոնք հին երգեր են, այսպես ասեմ։ Շատ լավ։ Եվ դրանցից կա մի երգ, որը իհարկե, մենք այսօր իհարկե մի թեթև շոշափեցինք, այսինքն դու շոշափեցիր Երևանի աղջիկները։ Երևանի սիրուն աղջիկ, Երևանի սիրուն աղջիկ, երգ, որը կարծում եմ իհարկե լսում ենք, լսել ենք, լսում ենք եւ էլի շատ երգ։ Իդեպ ասեմ, դա իմ սիրած երգերից է, որ շատ եմ երգում։ Օրինակ ես ասեմ, որ պրոֆեսիոնալ երգիչ չեմ, երգիչ ընկերներից ողջունում եմ, ուղղակի
ուղղակի սիրողական, այսպես առիթների ժամանակ, այսպես սիրողական հաճույքի համար Դե ընդհանրապես։ համենայն դեպս դու հիմա պատրաստվի հաշվի առնելով որ դու այսպես տենպես Ես պետքա երգեմ Երևանի սիրուն աղջիկը։ Այո, դուք խնդրենք երկես մի հատ եւս մեկ անգամ եւ նվիրենք բոլոր եւ Երևանի եւ բոլոր մեր հայ աղջիկներին, որովհետեւ մեր հայ աղջիկները այդ դրանում ոչ մի կասկած աշխարհի ամենասիրուն աղջիկներն են եւ կանայք։ Ես այդ խոսքը միշտ ասում եմ ամեն միջոցառումների ժամանակ, երբ որ լինում են տարուսիկների հանձնարարողությունը, անպայման Եվրոպայում, որ երիտասարդներին հրավիրում եմ, ասում եմ, որ տղաներ ջան, աշխարհի ամենահեքիաթային չքնաղ աղջիկները դա մեր հայուհիներն են, անպայման ընտրություն կատարեք հայ աղջկա հետ ամուսնացեք, նույնն էլ նաև աղջիկներին եմ խնդրում, որ հորդորում, որ հայ տղաների հետ ամուսնանան, որտեվ չգիտեմ իրենց ընտրությունն այս վերջերս շատ է լինում, որ արդեն նոտարների հետ են ամուսնանում, այդպես ինքնությունն է կորում, բայց այն որ մերը ուրիշ է ու մեր հայերն են արդեն այսպես մեկը մյուսի հետ գերակշռող մասն է, որ իրար հետ ամուսնան, ոչինչ, երևի մի տոկոսն են, որ օտարի հետ են ամուսնանում։ Սերյան ջան, դե խնդրում եմ դու մի քանի վայրկյան պատրաստվես, իսկ միջ սիրելի հեռուստադիտողներ, միջ Սերյանը պատրաստվում է, ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել եւ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, ովքեր մեր կողքին են։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են, կվերադարձնեն լիարժեք կյանքի բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն նման խնդիրներ։ Հեռախոսահամար 409 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, առողջարան, որը ձեզ առաջարկում է լիարժեք լավ հանգիստ ժամանակ անցկացնել, որովհետև լողավազաներ, տաք հանքային ջրով, հարմարավետ համարներ, հրաշալի բնություն, մի խոսքով բոլոր հարմարությունները մեկ տեղում։ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, հեռախոսահամար 760 329 6033։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ պատրաստ ենք արդեն։ Այո, ես Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ եկեք այս պահին վայելենք միասին Սերյան, Էլարյան, Երևանի սիրուն աղջիկ նվիրում են բոլոր մեր հայ աղջիկներին այս գեղեցիկ հրաշալի երգը հատուկ ձեզ համար։ Եկեք վայելենք։ Ես երգիչ չեմ, բայց սիրով նվիրում եմ այս երգը մեր հայրենիներին։ Երևանի սիրուն աղջիկ ունքերդ կամար հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինձ համար Երևանի սիրուն աղջիկ ունքերդ կամար հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինձ համար Ինչպես անուշիկ ջահել յարուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես Ինչպես անուշիկ ջահել յարուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես Գինին ձերքիս անուշ տաղով Քեզ եմ ես կանչում Արինազով, արիսազով Ինչ ես ինձ տանջում Գինին ձերքիս անուշ տաղով Քեզ եմ ես կանչում Արինազով, արիսազով Ինչ ես ինձ տանջում Ինչպես անուշիկ ջահել յարուն ես Երևանի սիրուն դարդուն ես Ինչպես
Լայ 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 Իսկապես ինչքան էլ ժամանակները անցնեն, սա ոսկեղենիկ երկերից է մեր երկարվեստի Միասին երկենք, վերջին տուրների, միա գնացինք Իսպես անուշիկ, ջահել յարուն ես Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդուն ես Իսպես անուշիկ, ջահել յարուն ես Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդուն ես Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդուն ես Ուսամ լավ ստացվեց Անտիր ստացվեց Շնորհակալ եմ Շնորհակալություն Սեյրան ջան շնորհակալ եմ քեզ հրաշալի երգի հրաշալի հաճելի պոզիտիվ լավ հարցազրույցի համար թող 2026 թվականը բոլորիս համար էսպիսի լինի պոզիտիվ լավ ուրախ Եվ քեզ իհարկե մաղթում եմ հաջողություններ, նոր ասպարես, ել եմ ասում դու այսպես հայրենիքից հեռու իհարկե սովոր ես ապրել, բնակվել, բայց այնուամենայնիվ իհարկե նոր միջավայր, նոր մարդիկ եւ կարծում եմ քեզ մոտ ամեն ինչ կրկին կհաջողվի։ Շնորհակալ եմ Արմեն ջան հրավիրելու համար, շատ շնորհակալ եմ քո դրական ուրախ տրամադրության համար, քո մարդկային մոտեցման համար։ Եվ իդեպ միշտ մտածում եմ, որ միշտ ամանորյա այս տոն օրերին մինչև հունվարի 13-ը տոնական տրամադրությամբ մեծ ողջավորության բարի մաղթանքներ ենք փոխանցում եւ միշտ ասում եմ այսպես կատակով, քանի որ հումորային է ֆորմատը, ասում եմ լավ, իսկ յուրաքանչյուրս այդ մաղթանքը, որ ասում ենք երջանկություն, սեր, խաղաղություն, բարություն, արդյոք մենք ինքներս տալիս ենք։ Այ ես մեր հայրենակիցներին հորդորում եմ, եկեք այս տարի 2026 թվականին այն մաղթանքը, որ մենք ասում ենք, մինչև հունվարի 13-ը մաղթում ենք, եկեք մենք ինքներս, մենք դա կերտողը լինենք մաղթանքի, մենք ինքներս մատուցենք, մեր հային մատուցենք, հավատացած եղեք, այդպես անսահման սեր կլինի եւ խաղաղություն կլինի։ Բրավո։ Այսքանը սիրելի հեռուստադիտողներ, հրաշալի խոսքեր, շնորհակալ եմ եւս մեկ անգամ Սեյրան ջան, իսկ մենք սիրելիներս իհարկե կհանդիպենք արդեն հաջորդ 5 շաբթի կրկին 22:30 միմիայն AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք եւս մեկ անգամ շնորհավոր բոլորի նոր տարին եւ Սուրբ Ծնունդը մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։